2004 թվականի վթարից հետո Երևանի ճոպանուղին դադարեցրեց իր աշխատանքը։ 7 տարիների ընթացքում կառավարությունը ոչինչ չի արել այն վերագործարկելու համար։ Նորք թաղամասի բնակիչները խիստ անհրաժեշտություն են համարում ճոպանուղու վերականգնումը։ Առաջ ճոպանուղու դժվար է, գազելները շատ են ծանրաբեռնված, ճոպանուղին հեշտացնում էր աշխատանքը։ Մենք նորքեցիները շատ հպարտացել ենք, որ ճոպանուղին մեզ մոտ ա եղել ու շատ հարմար տրանսպորտ է։ Դրա անհրաժեշտությունը շատ մեծ է։ 3-4 րոպե ընդհանրապես ճոպանուղ, իսկ քաղաքը տրանսպորտով 25-30 րոպե։ Դեռ ավելի մի քիչ ժամից պիտի սպասենք։ Գեղեցիկ է ճոպանը, հետաքրքիր է, հենց նայելուց էլ հետաքրքիր։ Նորքի բնակիչները համոզված են, որ այլևս չեն երթևեկի ճոպանուղով։ Ճոպանների տակ օլիգարխներ են ապրում, որ ունեն բասեյններ, որ լողանում են։ Ոչ մեկ չեն ուզենա, որ իրանց գլխի վրայով տեսնեն ինչ է կատարվում իրանց բասեյնների մեջ։ Իսկ թվում է պատճառը ղեկավարության կողմից է, թե չէ ոչ մի ինձ ուրիշ բան չկա։ Այս առիթով այսօր Ամեքլուսը փորձեց պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից, որտեղից հայտնեցին, թե ճոպանուղին սեփականաշնորհված է եւ այլևս չի գտնվում իրենց վերահսկողության տակ։ Ճոպանուղու սեփականատիրոջ մասին, ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ որևէ այլ մարմին տեղեկատվություն չտրամադրեց։ Ի դեպ 2004 թվականի Երևանի ճոպանուղու վթարից հետո ճոպանուղուն Ալբանդյան փողոցի կայանը վերածվել է մի շարք անտունների օթևանի։ Հասմիկ Կիրակոսյան, Արամ Մնացականյան, IPFE։